Պարոն Մելիքյան, երեկվանից շատ է քննարկում Աննա Հակոբյանի լուքը, այսպես ասած, եկեղեցի գնալիս Սուրբ Զատկի տոնին, նա գնացել էր սև գլխարկով, վրան խաչ, հակասական տարբեր մեկնաբանություններ կան, թե ինչ էր խորհրդանշում նրա այդ գլխարկը, կա տեսակետ, որ դրանով Անգլիայի էլիտար կանայք գնացել են ձիաշավարան, կա տեսակետ, որ սևամորթները թաղման են գնացել նմանատիպ գլխարկով եւ կա նաեւ տեսակետ, որ միջնադարյան շրջանում նմանատիպ գլխարկները կուրտիզանկուհիներն են կրել։ Ընդհանրապես տեղիներ նման գլխարկով գնալ պատարագի Սուրբ Ծննդյան օրը եւ արարողակարգի առումով այստեղ խախտումներ տեսնում եք, թե չէ։ Ուրեմն եկեք սա ձևակերպում ես տամ նախ գլխարկի հետ կապված կամ այդ լուքի հետ կապված հիմա իրենց քայլերը ընդհանրապես այս վերջին ժամանակներն ամանավանդ շատ սիմվոլիկ բաներ են կրում, այսինքն 4 սիմվոլներ կան, որոնք նամանավանդ հենց նույն Աննայի մոտ Հակոբյան սիմվոլիզմի ինչ-որ ահագին դրվագներ մենք ունեցել ենք տարբեր առիթներով, տարբեր պարագաներում, գրքերի հետ կապված, մայկաների հետ կապված, գրառումների հետ կապված, ականջողերի հետ կապված, եւ ականջողերի հետ կապված եւ այլն, այսինքն դարձնի չի սա միանշանակ է, երկրորդ կարծիք չկա, որ ինչ-որ սիմվոլիզմի բան է իր մեջ պարունակում, ես ավելի գնահատականը ոչ թե բրիտանական, այսպես ասենք, էլիտ շրջանակներին կգնայի, ավելի դրա մեջ կտեսնեի մեր հոգևորականները նույնպես կրում են նմանատիպ շեյփի գլխարկներ եւ ավելի շատ դրա մեջ կփորձեի տեսնել խաչը որպես այդպիսին այո սիմվոլիզմ ունի հիմա ասեն այնտեղ խաչ չկար ուղղակի քարեր էին 4 հատ բայց խաչի տես միանշանակ ուներ ցանցը սև ցանցը բացի նրանից որ կիրառելի է երեկոյան զգեստների հետ նաև կիրառելի է հոգեհանգստյան կամ նմանատիպ կարգերի պարագայում ինքը ավելի այդ դրեսկոդերի մեջ է նայվում ցանցը դիմացի ուղղակի երեսի գծած ցանցը ավելի շատ փորձենք այդ ուղղությամբ տեսնենք ինչ որ սիմվոլիզմ կար այդ ամեն ինչի մեջ եւ հետաքրքիր նաեւ կադր կա ես չգիտեմ ինչքանով է դուք ինձ ուղղեք կամ կհաստատեք բանի ժամանակ հաղորդության ժամանակ չէ խաղության երբ որ ծնկի են գալիս ինքը ծնկի չէր եկել եւ ծնկի չէր եկել ոնց որ Վահագն Խաչատուրյանը ինչի չէր եկել այս հարցը արդեն իրանց երևի թե պետք է գալ ինչի չէր եկել այսինքն ամուսինը ծնկած էր ինքը ոտքի վրա Մտածում եմ մեղք չի գործել, ամուսինը մեղքերի թողության համար ծնկել է, ինքը չէ։ Ուրեմն մոլորակի վրա չկա որևէ մարդ, որը մեղք չունենա, եթե իրենք դեպս են համարում, ավելի բաց իրենց համար։ Այսինքն այդ իմաստով շատ ավելի վատ։ Պարոն Մելիքյան, գլխարկի մասով ներողություն, գլխարկի մասով ասացիք, որ հոգևորականների գլխարկներին է նման, այսինքն փորձել է այսպես ասոցացվել հոգևորական խավի հետ ձեր կարծիքով այդ գլխարկի ոճով։ Չեմ բացառում, որ սիմվոլիզմի մեջ նաև դա է, որտեղ հոգևորականները այո կրում են այդ տեսքի գլխարկներ Հիմնականում ավելի աշխատանքային ու ոչ պաշտոն, երբ որ վեղարը չկա, այդ գլխարկները կա։ Նույն շեյփի գլխարկից կրում է նաև նույն վեղապար հայրապետը։ Կրում են նաև ավելի ցածր սանով հոգևորականները, կլինեն դրանք սրբազաններ, թե քահանաներ։ Ամեն դեպքում այդտեղ որոշակի այդ սիմվոլիզմը ես տեսել Մնացածը կարող են ասել սա նորաձև է, սա էսև է եւ այլ, բայց այնուամենայնիվ նորից ու նորից վերջի ժամանակները, վերջի տարիները այդ սիմվոլիկան ոնց որ շատ ընդգծված է անավանտիկնակ կողմից, որ ինքը տարբեր առիթներով այդ բաները ինքնույց է դրել թե Facebook-ով, թե իր էջերով
եւ այլն։ Ես ավելի շատ հակված եմ այդ տեսակից։ Մի հարց էլի, եթե կարելի է, քանի որ սա էլ էր քննարկման առարկա դարձել, մեր եկեղեցում հայտնի է, որ կանայք պիտի գլխաշորեր կրեն, բայց Աննա Հակոբյանը գլխարկով էր եւ հակառակը, երբ որ եկեղեցի գնում ես գլխարկով, հորդորում են հոգեվորականները, որ հանեն գլխարկները, որովհետեւ դա պատշաճ չէ, բայց Աննա Հակոբյանի դեպքում չեղավ նման նկատողություն։ Գլխարկը նմանատիպ կարող է գլխաշորի անվան տակ սղացնել, այսպես ասած, անցկացնել։ Չեմ բացառում, որովհետև նորից գալով այդ դիմացի երեսը պակող ցանցին, դա արդեն որոշակի բան է իր մեջ պարունակում։ Ավելի շատ արևմտյան եկեղեցիներում կարող են հոգեհանգստյան կարգերի կամ նմանատիպ բաների ժամանակ գլխարկներով լինել, բայց ցանցապատ երեսով, էլի։ Տարբեր դրվագներ նկատելի կան։ Բայց Սուրբ Ծնունդը ինքը տոն է, այսպես ասած, ուրախ առիթ է, հետևաբար անհասկանալի է, թե ում հոգեհանգստին էր մտովի գնաց։ Շատ սքասուզոտ է, արդեն դե ասեցի չէ։ Դա ավելի է սիմվոլիկայի մեջ է, որովհետև դա տոն է, դա ուրախություն է, դա հրաշափառ ծնունդ է մեր Հիսուս Քրիստոսի։ Աստված հայտնության տոնն է։ Այո, դա սքասուզման օր չի։ Իսկ այն կոդը, որ կար իր վրա, դա ավելի հոգեհանգստյան կարգի եւ սքո հիշատակությունների պարագայում ալինել։